Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն վերակազմակերպել, այն դարձնելով շահույթ գեներացնող կառույց։ Դեմ չունենք օրակարգ։ Կառավարությունն ընդունեց քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված որոշման նախագիծը։ Նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ICAO-ի հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալուն, ինչ ենք նախատեսում ICAO-ի հետ պայմանագիր կնքելով իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, կստեղծվեն նոր կարգավորումներ, իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել, հաշվի առնելով նաև իրենց փորձը եւ վերակազմակերպումը մեզ անհրաժեշտ է նաև արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Գործադիրի ղեկավարը քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական լուծումների անհրաժեշտություն է տեսնում։ Այս ոլորտում եւս պետք է առերեսվենք այն փաստին, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու եւ պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս, պարզապես գիտելիքի պակաս։ Եվ այդ գիտելիքը լրացնելուն համար անհրաժեշտ է նաև որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում պատշաճ մասնագետների հրավիրելու, որոշակի կառուցակարգեր ստեղծել եւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին, ինքը նաև հնարավորություն ունենա գեներացնել եւ վճարովի այն ծառայությունները, որոնք մատուցվում են, այդ ծառայությունների դիմաց նաև որոշակի գանձումներ անել եւ սեփական ստացվում է, որ սեփական բյուջե ունենալ։ Փաշինյանը նշեց նաև, որ ներկայում առկա են բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնել որոշակի փոփոխություններ։ ICAO-ի հետ հիմա պիտի աշխատենք, որպեսզի նրանք նաև մեզ խորհրդատվություն տանք, թե մենք ինչպիսի կառուցակարգեր ընտրենք, ինչպիսի կարգավորումներ ընտրենք, ինչպիսի մոդել ընտրենք, որը կհամապատասխանի մեր երկրի օրենսդրությանը, սահմանադրությանը եւ նաև հնարավորություն կտա, որպեսզի մենք մեր ավիացիոն անվտանգության կարգավորումները լինեն համապատասխան ժամանակակից, ամենաժամանակակից ստանդարտներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էլ իր հերթին ընդգծեց, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի մասնագետներն առավելագույնն են անում Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ ենք իրականացրել, ուղևորահոսքն է Հայաստան եւ Հայաստանից ուղևորահոսքը աճել է, ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր եւ բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությունով թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք եւ եվրոպական ուղղություններով եւ այլ երկրների մասով երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք, խոսքը Երևան-Լոնդոն, Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավել ավիաընկերություններ են հայտարարել եւ ամսաթվեր կան ֆիքսած եւ տոմսերի վաճառք կա ֆիքսած։ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ Զեկուցում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ անձնագիր, կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը որպես այդպիսին։ Հայաստանում կենսաչափական համակարգը կներդրվի աշնանը, հարցն ԱԺ-ում կներկայացվի անհետաձգելի ռեժիմով։ Պիտի փաստեմ, որ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին եւ կարեւոր եմ համարում այն, որ այս փաստաթղթերն ըստ էության մեզ թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ Հայաստանի Հանրապետությունում եւ խրախուսել ծառայություններից օգտվել հենց թվային հարթակների միջոցով։ Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ որպես նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր։ Կառավարությունը կշարունակի աջակցել անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերին։ Էկոնոմիկայի նախարարն է ներկայացնում։ Դեռևս 22 թվականին կառավարությունը մի
կարևոր որոշում է ընդունել, որով խոշոր անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում տվել է աջակցությունը եղել է հետևյալ տրամաբանությամբ. եթե սահմանամերձ հատվածում է մինիմում պետք է 500 միլիոն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում 1 միլիարդ դրամ եւ ավել, եւ կապիտալ ծախսերի կապիտալ ծախսերի ներողություն 40%-ի չափով վերադարձ է կատարվել, իսկ կապիտալ ծախսերը շատ մեծ մասն են կազմում ընդհանուր նման process-ներում, ուրեմն նման համալիրներ կառուցելու։ Հետևելով վարչապետի ներդրումային խոշոր ծրագրերն ընդլայնելու, ծավալները մեծացնելու խորհրդին, նախարարությունում ֆերմերների համար նոր հնարավորություններ են սահմանվել։ Մինչև 26 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան այս ծրագրով ուրեմն մասնակցեն, իսկ արդեն մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օրինակ խելացի անասնական ունել 1000 եւ ավել գլխի համար, դա արդեն 27 թվականի ուրեմն հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը մոտակա ժամանակներում կբերեն կամ ավելի շուտ, եթե իհարկե ֆինանսական հնարավորությունները թույլ տան։ Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, ամեն ինչ պետք է լինի ստուգելի եւ հետագծելի, իսկ ֆեյք նախագծերը պետք է բացառել։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։